Առաջի հարցս ավելի շատ առաջարկ է, ուրեմն ես չհասցրեցի տեսանյութը փոխանցեմ, որպեսզի այդտեղ միացնեն էկրաններով երևա, ես հիմա կխնդրեմ օպերատորին մոտեցնի, ես իմ հեռախոսից ցույց կտամ, ես այս մասին նաև առանձին Facebook-ումս տեսանյութ ունեմ, բայց հիմա այս մասին նաև կխոսեմ, խոսքը վերաբերվում է ուրեմն Երևան քաղաքում գործող վերգետնյա անցումներին, ուրեմն Երևան քաղաքում վերգետնյա բազմաթիվ անցումներ կան, ես այստեղ ցույց եմ տալիս 14-15 անցում, այս անցումներում տեսեք ինչ եմ տեսել ու ինչ եմ առաջարկում, որ արվի հնարավորինս եկող տարի, եթե հնարավոր է, ուրեմն տեսեք անցումները ու որոշները ունեն ծածկեր, որը շատ լավ է, իսկ որոշները շատերը չունեն ծածկ։ Ծածկը ինչի համար եմ ասում լավ է, որ ձմռանը, նամանավանդ ձմռանը եւ նաեւ անձրևային եղանակին ծածկ լինի, ձմռանը այդտեղ անցունակությունը լինի ապահով քաղաքացիների համար, իսկ երկրորդը այդ անցումներում խնդիրը վերաբերվում է վերելակներին։ Ուրեմն կան վերելակով անցումներ, տեսանյութում կոնկրետ 2, կարծեմ թե 3 անցումներ են, որ վերելակ ունեն, մեկը Դավթաշենի մոտ է այդ կամուրջը եւ մեկը Նորագավիթ, բայց այդ վերելակները չեն աշխատում։ Այսինքն զուտ բուտաֆորիա է, այդ վերելակը կա, բայց չի աշխատում։ Վերելակները անհրաժեշտ են, ես առաջարկում եմ ինչպես ստորգետնյա անցումների դեպքում կան վերելակներ հաշվանդամություն ունեցողների եւ նաեւ ծնողների համար, ովքեր որ սայլակով են իրենց երեխաների հետ լինելու, իրենց համար լինեն վերելակներ, որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի այդ աստիճաններ բարձրանալը, որից եմ կրկնում, թե հաշվանդամություն ունեցողների, թե ծնողների եւ նաեւ թե տարեց մարդկանց համար, որովհետեւ տարեց մարդիկ էլ չեն կարողանում բարձրանալ այդ աստիճանները, առաջարկս, որպեսզի նախատեսվի այդ վերգետնյա անցումներում կառուցվի կամ ավելացվի նաեւ վերելակներ, մարդկանց անցունակությունը կամ մարդկանց այդ փողոց անցնել ավելի հեշտացնելու եւ անվտանգ դարձնելու համար։ Շատ լավ, պարոն Դանելյան, երկու վերելակները, որոնց մասին խոսում եք, ենթադրում եմ հյուսիս-հարավ ծրագրի խնդիրներից մեկն է մեր մնացել, ճիշտ եմ հիշում, պարոն Արայան, այնտեղ նույնիսկ բան չունենք, էլեկտրականության խնդիր ունենք։ Այո, պարոն քաղաքապետ, երկուսն էլ կառուցվել է Ասիական բանկի ֆինանսավորման ճանապարհաշինության շրջանակներում, կոնսերվացված են երկուսն էլ, Նորագավիթը եւ Դավիթաշենը, երրորդը նախատեսված է Մալաթիա Բաբաջանյան փողոցի վրա, հորանները պատրաստ են, բայց վերելակ տեղադրված չէ։ Սա է վիճակը։ Եկեք մի հատ ֆինանսական գնահատականը հասկանանք, ինչա դրանք գործարկելու գինը, պարոն Արևշացյան, հասկանանք ինչ, սկսենք հələ եղածը գործարկելուց, տեսնենք բանը օգտագործելիությունը իրա, եթե իրապես ինքը օգտագործվող բան է դառնում, միանշանակ կարելի է ամբողջ քաղաքով ծրագիրը իրականացնել պարոն Դանելյանի առաջարկով։ Շարժակ պարոն Ալվինյան, նաև ունենք ստորգետնյաների մասով, որը այս թեժգծի շրջանակում նաև եղել է նմանատիպ առաջարկներ քննարկում են։ Ստորգետնյաների մասով այդ բաները լավը չեն, որակով չեն, շատ են փչանում, պրոբլեմա, ինչը չի աշխատում, էլի։ Ուսումնասիրենք, ընդհանուր ներկայացնենք։ Արձագանք, պարոն Դանելյան։ Ես այդ մասով շարունակեմ առաջարկս, ես առաջարկում եմ, որ լուծումներից մեկը, չգիտեմ, կարող քննարկվի, տարբեր լուծումներ ունեն, որպեսզի ինքը չդառնա հանրային տուալետ եւ որպեսզի չփչանա հաճախակի, ինքը սահմանափակված լինի օգտագործման առումով, այսինքն այսօրվա տեխնոլոգիայի զարգացած դարում հնարավոր է սահմանափակ մարդիկ դրանով օգտվեն, այսինքն օրինակի համար հաշվանդամություն ունեցողները կամ թոշակառուները, ովքեր ունեն քարտեր, որ իրենց աշխատավարձը ստանում են քարտով, մի հատ իրենց քարտը մոտեցնելով կարողանան այդ վերելակը կանչեն ու ամեն մեկը չօգտվի այդ վերելակից եւ այնտեղ նաեւ անվտանգության հետ կապված մի առաջարկ, եթե կառուցվել է եւ եղածները, որը կան, իրենք թափանցելիություն ունենան, որպեսզի ֆոբիաներով մարդիկ չվախենան վերելակ նստեն, այսինքն ապակու կամ ապակուն փոխարինող ինչ-որ բանով թափանցելի լինեն, որպեսզի մարդիկ նույնպես եմ ասում, այդ մի քանի մետր բարձրանալ իջնելուց չվախենան։ Սա որպես տեխնիկական առաջարկ, մնացած ավելի մանրամասը կարելի է նաև հանդիպման ժամանակ։ Շատ լավ, պարոն Դանելյան, եկեք ուրեմն փորձենք մի հատ հասկանալ ֆինանսականը գործարկելու գինը ինչ է, եկեք գործարկենք եղածները, մի հատ տեսնենք ոնց է process-ը, այսինքն օգտագործելիությունը, ու եթե տեսնում ենք, որ ինքը հաճախ օգտագործվող է, արդեն անցնենք պարոն Դանելյանի առաջարկներին, էլի։
Խնդրեմ, պարոն Արոյան։ Պարոն Արինյան, պարոն Դանիելյան, ի սկզբանե 3 կետն էլ նախատեսված է եղել հաշվանդամություն ունեցող անձանց համար։ Ֆունկցիոնալ առումով հենց այդպես էլ նախատեսված է եղել։ Ես հիմա երկրորդ հարցս կտամ, բայց սա մի փոքր արձագանք անեմ, պարոն Արոյան, խոսքս վերաբերեմ ոչ միայն 3-ին, այլ քաղաքում գործող մնացած տասնյակ վերգետնյա անցումներին, որտեղ որ չկան վերելակ, այնտեղ էլ ավելացվի եւ հարմար վերելակներ ավելացի, այդտեղ ավելի շատ մարդ կբարձրանա այդտեղով կանցնի, քան հիմա անցնում են, որ հիմա խուսափում են անցնեն կամ ուղղակի հնարավոր չի անցնել, որտեղ ճանապարհը կիսված է մեջտեղից։ Շատ լավ։ Շատ լավ։